Բարև հայ, նորից ես եմ Մանուկ Այվազյանս, այսօր ամսի հուլիս 31, 2026 թիվ, կրկին մի քանի բաներից եմ խոսալու այսօր ու առաջարկով եմ հանդես գալու, տեսնենք այդ առաջարկին քանի հոգի կարձականքի Նախ մինչև ելույթը սկսել ես, այսինքն ինչի մասին որ պետք է խոսամ, հա։ Ուզում եմ երկու բառով իմ մասին հենց թեթևի մեջ բան ասեմ, որով հետո կանադառնամ դրան, իմիջիայլոց նախարարок ուզում եմ ներողություն խնդրեմ բոլոր հայ մայրերին, քույրերին, ովքեր որ պետք է դիտեն, որովհետև 18 պլյուս է լինելու, ճիշտ է, կոռեկտի մեջ, ոչ թե այն ամբախ-զամբախ հայոյանքներով, կոռեկտի մեջ 18 պլյուս է լինելու։ Ամենայն դեպս ես Մանուկ Այվազյանս 1976 ծնունդով 1976 թիվ մասնակցել եմ Արցախյան առաջի պատերազմին 16 տարեկանից 94 թվականի մարտի 4-ին վիրավորվել եմ, մոտավորապես 3 ամիս հիվանդանոցում եմ եղել։ Նրանից հետո 99-ին Ամերիկա եմ տեղափոխվել, որից հետո հնարավորություն չունեի Հայաստան մտնելու։ 16 թվականի չարաբաստիկ քարորյա պատերազմին արդեն իսկ հնարավորություն ընձեռնվեց Հայաստան մտնելու։ 16 թվականի պատերազմին գործողություններին չեմ մասնակցել, բայց շատ օգնությունով Հայաստանի իմ ընկերների շնորհիվ Արցախ եմ եկել։ Դրանից հետո 2020 թվականի չարաբաստիկ պատերազմի 44 օրյա պատերազմի ժամանակ 33 օր եղել եմ Արցախում, մարդիկ կան, ողջ առողջ կհաստատեն խոսքերս։ Այս ամեն ինչը խի եմ ասում, որովհետև օրնիկից ծնված ղախպի վաստակներ կան, ովքեր որ ելույթից տակ կոմենտներ են գրում, որ ես ուր եմ եղել Արցախյան պատերազմին։ Առանց իրանց այդ հարցը տալու ինձ են անդրադառնում։ Ես մի քանի ելույթ առաջ շեշտեցի, եթե դուք ուզում եք կոմենտ գրեք մի մարդու, փորձեք հետաքրքրվել տվյալ մարդով, հետո նոր կոմենտ գրեք, որովհետև դա ճիշտ չի, եթե դու մարդուն չես ճանաչում, այդպես կոմենտ ես գրում։ Այդ մարդն էլ քեզանից պահանջում է, որ նա համալավան իմ տեսակետ է, որ իմ բոլոր տվյալները կա իմ Facebook-յան հարթակում, հեռախոսի համարից մինչև ասենք իմ ընտանիքի անձնական բոլոր անդամները։ Ես նորից եմ կրկնում ու շեշտում այն օրնիկից ծնված մարդիկ, ովքեր բոզի շառը երեսներին են կամ փաշողլու ձագերն են, փաշողլու ձվերի հետ խաղացողներն են, դրանք թող ինձ կոմենտ չգրեն, որովհետև դուք ձեզ հարց ունեք տալու, մեկ էլ ձեր փաշողլուն։ Ու այս առիթով ուզում եմ ես նորից ասեմ, որ ես ոչ մի կուսակցության չեմ պատկանում, ես ոչ մի ընդդիմադիր կամ դիմադիր կամ կուսակցական ոչ մի կուսակցություններին չեմ պատկանում։ Ես ազգայնական տղա եմ, ես ազգիս մասին մտածող տղա եմ, ես իմ հայրենիքի մասին մտածող տղա եմ։ Ես չեմ ուզում, որ ինձ ինչ-որ մեկի հետ կապեք, բայց եւ առիթից ուզում եմ օգտվեմ եւ շնորհակալություն հայտնեմ Doc News-ին, հա, իմ տեսաուղերձը անցած անգամվա տեսաուղերձս իրենց կայքում դնելու, իրենց YouTube-ի ալիքում դնելով ու այդքան մեծ ասենք տեսանելիություն ստանալով այդ տեսաուղերձը
Շնորհակալություն եմ հայտնում Doc News-ի admin-ին, որ ու իմ ընկերներին, ովքեր որ եղել են միջնորդներ, որ այդ վիդեոն տեղադրվի ու տեսանելիությունը ապահովվի։ Հիմա ասեմ բուն թեմային, լսում էի այսօր առավոտվա բոլոր իմ ընկերների ելույթները, կիսում եմ համակարծիք եմ բոլորի խոսքերի հետ, ու մի հատ բան լսեցի, Վարդանն էր խոսում Հակոբյան, Նյու Յորքից, այսինքն իմ իմանալով Նյու Յորքից, ու այդ ձկի բազարը, հա, այդ ձկի շուկան, մենակ ձկի շուկան չի, ընդհանուր գաղափարով Նիկոլը տանում է նրան, որ ամբողջ աշխարհի հետ առևտուրի կապը վերանա, ու վերջում ասի, հոպ, նայեք ուր ենք հայտնվել, էսի Փաշօղլու ճամփենա, որ մի հատ հետ է թակ, նայեք Փաշօղլին, որ վարքյանին ինչ որոշում է կայացրել, հոպ, էսի տուպիկա միակ մեր փրկությունը Թուրքիան է, թուրքերի մեջ, Թուրքիայի հետ պետք է մենք սկսենք գործակցել, գործունեություն ծավալել։ Ուստի, ասենք, արդեն ինքստինքյան, այս ախմախ ժողովուրդը, որ սոված սատկելու է, ինչ է լինելու, այն ինչ որ եղել է 120-130 տարի առաջ, ոնց որ անընդհատ դեմ են տվել դավաճանները, բերել են ասենք մի պահ, որ արդեն այդ ամեն ինչը վերացել է, այլ առևտուր չկա, ոչ մի բան չի լինում, հոպ, հելել են ասել են, պետք է այդանք սրա ձեռի տակ ապրենք, կամ նրա ձեռի տակ ապրենք, կամ նրա ձեռի տակ ապրենք, առանց իրանք հարստալու, որ ախր այդ դավաճանությունը գալիս է հենց իրանց ընտրած Փաշօղլուց, ոնց էր Արցախը, ամսի 9-ին, ինքը առանց որևիցե մեկի հարցնելու վեկալավ ստորագրությունը տվեց, ասեց հոպ, կապիտուլյացիա, ոչ ժողովուրդը ոչ իմացավ, ոչ հասկացավ ինչ է կատարվում, կապիտուլյացիա ու վերջացավ, Փաշօղլին կնքեց իրա դավաճանական քայլը, որը որ պատրաստել էր ընտրությունների ժամանակ էլ հելավ ասեց մենք գնացինք իմանալով գնացինք այս զոհողությանը, որ ունենանք այս, ինչ ունես, ոչ մի բան էլ չունես։ Այսօր դու ամբողջ Հայաստանի տարածքն ես տանում կապիտուլյացիայի, Թուրքի ձեռի տակ ապրելու, քո հայտարարություններով, քո խոսելաձևով, քո կապերը, ինչը որ դու անում ես, քո ամբողջ քայլերը հաշվարկած է Փաշօղլի բոզածին, բոզից ծնված, դու դրված ես Հայաստանը քանդելու համար։ Քո նման անառակի զավակը իրավունք չունի երկիրը կառավարելու, իսկ Հայաստանը հլը քնած է։ Այդ նույն ձկների այդ ձկան այդ տեղերը որ կան բազմացման այդ կենտրոնների շատ ու շատ այդ հարուստ մասան, ովքեր որ փողեր են ներդրել բան, նրանք նաև ձեզ այս ղախպա իշխանությանը ձեն տվողների մեծ մասն են կազմում, որովհետև իրանք դեից սնունդ ունեն սնվելու, կամ պարտավոր են եղել որ անեն, կամ եղել մեծ քանակությամբ արտադրող կա, որը որ իրա հետ ոչ միացել է ոչ էլ, ու ինքը դրան հարվածելու համար հելում է հայտարարություն է տալի, որ ախպեր, ես այդ ձուկը չեմ ուտում, այդ ձուկը լավը չի։ Սենց, կոնկրետնի այդ է դուրս գալի, որ ասենք վեկալ է ժարգոնով տնես ասես, սա ձկի գործանողներին փուրը տվեց ղախպեն, լավ անում, քիչ անում, ապրես Փաշօղլի, շարունակի, այդ ազգին, Հայաստանի Հանրապետությունում ապրող այդ ազգին, դա քիչ է, որովհետև իրանք հլը էշի ականջում քնած են, այսքան կոչ ենք անում, որ քո նման բոզի տղու դեմը դուրս գան, ոչ մեկ դուրս չի գալի։ Հիմա ասեմ հերոսներին դատապարտելուց ու հերոսների վրա ցեղ շպրտելուց, որը որ այս բոզածինը սկսեց Մանվելից, էլ եմ ասում, ես Մանվելի ոչ համախոհ եմ, ոչ էլ ժողովուրդ, ես ում անունը տալիս եմ, աչի նշանակում, որ ես ով որ ինձ հարազատ է, ես կասեմ։ Մանվելի վրա ցեղը շպրտեցին, Մանվելին
սարքեցին ճուլու փալաս, այտենց էլ մեռավ այդ մարդը, որովհետև մանվելը ձեռ տվող մարդ չէր, որովհետև մանվելը հող տվող չէր։ Էդի ամբողջ Հայաստանը գիտի, որ էդի տենց է։ Հիմա հելել են մնացած հերոսների վրա են ցեղ շպրտում։ Այսինքն ընես մարդկանց անուններ են տալի, ընես մարդկանց մասին են խոսում, որ խոսացողները այդ մարդիկ, երբ որ իրանք հերոսություններ են արել, այդ խոսացողները սաղ կամ տրուսիկով, պլեչիկով տրուսիկ հակած պատերի տակ սենց վազվզելուց են եղել, կամ հլը կաթի շիշը բերանների մեջ է եղել, կամ էլ տարեկետում ձևակերպված, ասենք, այդ ղախպեքն են, ովքեր որ այսօր, ասենք, բան իրավաբանական են ավարտել, դարել են դատավոր, դատում են հերոսներին։ Այս ինչ ազգ դառանք մենք, արա, դուք չեք հասկանում, աշխարհի պատմության մեջ գրված է, որ այն ազգը, որը որ իր հերոսին դատեց, դատապարտեց, այդ ազգը կանգնած է արդեն իսկ ոչնչացման եզրին, որովհետև ձեր հերոսների շնորհիվ դուք այսօր կաք շնչում եք այդ մայրիկ թաղած երկրի մեջ։ Այդ հայրենիքն է ափսոս, որ ձեր նման տականքներ է ծնե մեծացրել։ Նայում եմ Մինասյան Աշոտ։ Ես գիտեմ, որ Մինասյան Աշոտին շուտվանից են այս ամբողջ գործողությունը հանդեպ իրա դեմ սկսվել է դեռ 20 թվականից։ Ու գիտեմ իրական պատմությունը, որը որ ինձ շատ հարազատ մտերիմ մարդ է։ Դուք այսօր թողում եք, որ Մինասյան Աշոտի նման տղուն դատավորը, որ նայում ես այդ դատավորին, փսլինքները վրից թափում է, ու երբ որ Մինասյան Աշոտը զենքը ձեռքը կռվում էր, այդ դատավորը իրավաբանականում տարեկետում էր ձևակերպում, որ այսօր նստի աթոռին իր համար այս սահմանը պահող տղերքին դատի։ Ձեզի մեր ծնե արա, ձեզի մեր չի ծնե, ձեզի հայր մայրը չէր կարա ծներ։ Այ դատավորիկներ, դուք հասկանում եք ում եք դատում։ Ու լիքը շատ տղերքի անուն կարամ տամ։ Որը որ ճիշտ չի, դուք հասկանում եք ընկել եք ազգի հերոսների վրա, ազգի հերոսների հետևից եք ընկել, լեգենդ հերոսների, այտենց մի հատ արցախյան տարածքի գրավում չկա, որ Աշոտ Մինասյանը այդ տարածքում մասնակից եղածած չլինի, այտենց մի հատ տարածք գոյություն չունի Արցախի տարածաշրջանում, որ Մինասյան Աշոտը իր ջոկատով, սիսական ջոկատով ներկա գտնված չլինի այդ պատերազմին, կամ այդ գործողություններին։ Ու վիդեոները փաստացի կա, կարակ դնեք նայեք, բոլոր վիդեոների մեջ Մինասյան Աշոտը կա։ Ու այսօր ինչ-որ դատավորիկ փորձում է Մինասյան Աշոտին, ասենք, դատի, Փաշօղլու բոզի շարի վրա հել է Մինասյան Աշոտ են դատում, ու ազգը քնած է, ազգը մենակ իրա լափամանի մասին է մտածում ու իրա փորի մասին է մտածում, կերեք, որովհետև էկուց պրծնելու է այդ ուտելիքը, սաղիդ փուրն է տալու ու ժամանակ չեք ունենալու մտածեք ինչ է կատարվում, ժամանակ չեք ունենալու, ոնց որ 15 թվին ժամանակ չեն ունեցել, հասկանան որտեղից եկավ այս քամին, նույն ձևը դուք եք ստանալու։ Դուք ձեր հերոսի կողքին այսօր պետք է ազգովի կանգնեիք։ Ազգովի պետք է կանգնեիք ձեր հերոսի կողքին։ Բայց դուք ամեն մեկը ձեր լափամանի մասին եք մտածում, ձեր օրվա ճաշի, օրվա փողի մասին եք մտածում, ձեր երեխեքի մենակ մասին եք մտածում, դուք չեք մտածում, որ ասենք այս ազգը գնում է կործանման, հայրենիքը տանում են թրքացման, դուք չեք մտածում այդ ամեն ինչի մասին, որովհետև ունեք կարճ ուղեղ ու վсё, վերջացավ, ձեզ ինչքան էլ ազգայնականները ասեն, որ ազգայնական շարժում պետքա լինի, պետքա համախմբվենք ազգովի, ազգայնական գաղափարի, մենք գաղափարի շուրջ, անհատի շուրջ, ոչ մի ազգայնական տղա չի հավաքվելու, ոչ մի ազգայնական տղա անհատի շուրջ չի եթալու կանի, որովհետև այդ անհատը պայքարում է իր իսկ աթոռի համար, որ ինքը գա նստի ու սկսի ինչ ուզի անի, լուբոյ անհատ,
Լյուբոյ կուսակցական բոլորը մտածում են իրանց աթոռը տեղավորցնելու համար, իսկ ազգայնականներին, եթե դուք վստահ եք ու համախմբվեք ազգայնական տղերքի հետ, երբևիցե չեք սխալվի ու դա կլինի միակ հայ օրանի, հայ օջախի, հայոց հողի փրկությունը ազգայնականների մեջ փնտրեք, ոչ մի կուսակցականի մեջ մի փնտրեք ազգի փրկությունն ու հայրենիքի փրկությունը, որովհետև ազգայնականները երբեք չեն ծախվե, իսկ այդ մնացածը, ասենք, ճիշտ օրինակելի մտածելակերպով կարաս ամեն ինչը վերականգնես, ամեն ինչը կարաս վերականգնես, ես վստահեցնում եմ ձեզ, որ ամեն ինչը կարենք վերականգնենք, եթե մենք համագործակցենք, դառնանք մենք գաղափարի մի մասնիկը, որովհետև մենք հզոր ենք մենքով, մենք հզոր չենք անհատով, որովհետև այդ անհատը միշտ իր որոշումն է ասելու ու մենքի կողմով չի ընդունվելու, բայց արդեն որ մտել են այդ սահմանը հատել են, իրանք պետք է տեղավորվեն ու աբրվեն, վсё, պետք է խաղանեն խաղը, ինչ որ իրանց թելադրվում է։ Ուր եք կորե, ուր եք կորե, ինչի եք կորե, Վարդանը լավ ասեց, ասում է, զարմանում եմ, խիծեն չեք հանում, բա զարմանալու բան է, բա, շատ զարմանալու բան է, բոլորս զարմանում ենք այդ ամեն ինչի վրա, ու երեք գիշերը ընկերոջս հետ եմ խոսում, նորից խոսում ենք, ասում է, Մանուկ ասում է, դու մեղք ես, քեզի կուլ կտան, Դու ավելի լավ է կուլ տան, մեռնեմ ընկեր, այս ամեն ինչը չտենամ, այս ինչ եք անում դուք, այս ինչ եք անում, հերոսներին թողել եք, հոշոտում են ղախպանքները, հերոսներին տանում դատում են, հերոսների անուններ են գրում, պառակ տված բառերով, գրում են, ջնջում են, այդ հերոսները, այն տղերքներն եղել, ովքեր որ պայքարել են, Թեկուզ և ձեր իսկ գործունեության շնորհիվ այդ հերոսները հարստացել են, որովհետև դուք եք եղել մեղավորը այդ հերոսների հարստացմանը, որովհետև դուք եք կաշառ բաժանել ձեր երեխեքին իսկ փրկելու սահմանից չծառայելուց, դուք այսօր հերոսների անուններ եք գրում, որ յանի կաշառք են վերցրել, կաշառք տվողի մայրիկը ամենավերջի ձևով Եթե դուք տարետվել եք, ռուսը լավ խոսք ունի, ասում է դայուտ բիրի, բյութ բիգի, տարետվել եք, վեկալել են, լավ են արել, եթե դու լինեիր նստած ընդ դու էլ էիր վեկալելու։ Ու ոչ մեկի վրա մի բարդեք ձեր կերած քակերի մեղքերը։ Ոչ մի հերոսի վրա մի բարդեք, հերիք եղավ այստեղս հասցրեցիք արդեն։ Արշավիր Գարամանյանի անուն եք տալի, Միքայել Արզումանյանի անուն եք տալի, 16 տարեկանից Արցախի ամբողջ տարածաշրջանով կռիվ ա տվել այդ տղեն։ Ինչ եք ուզում, արա։ Ինչ եք ուզում, կռիվ ա տվել, որ ձեր նման ղախպանք է այսօր միկրոֆոնով վեկալեն մի հատ էլ ղախպա լրագրող վեկալի գրի, որ կաշառք ա վեր, տո լավ արե մամայիդ էլ հանելա տրաս։ Որովհետև այդ կաշառք տվողից մեկն էլ քո ծնողն ա եղել, որ տարե կաշառք ա տվել, որպեսզի իր երեխեն ասենք սահման չետապոց չկանգնի, ումից ա լավ տղա եղել, փող ես ունեցել տվել ես, լավ են արել եկալել են։ Ներվերա պետք արա, ձեր գրածը, ձեր խոսացածը չի բռնում, ընդհանուր չի բռնում, հասկանում ես դուք ընկել եք ազգի հերոսների հետևից, արա։ Ես վստահ եմ ասում ձեզ, եթե Մոնթեն հիմա սաղելներ, Մոնթեին էլ եք փուրը տալու։ Եթե Խուլյան Աշոտը սաղելներ, նրան էլ եք փուրը տալու։ Լոնյան էլ սաղելներ, նրան էլ եք փուրը տալու։ Սաղին փուրն եք տալու, արա դուք։ Դուք ես ինչ ազգ եք, արա։ Խելքի եկեք, արա, խելքի եկեք, քանի դեռ փրկվելու ժամանակ կա, խելքի եկեք։ Հելեք ոտի ես բաշ ու բոզուկներին սիկտիր արեք այդ երկրից, ես էլ ձեր հետ արա, ես պատրաստ եմ, ասել եմ, քսիվը ղրգեք մի օր հետո ձեր կողքը կանգնած եմ, նես չի ես ապխադիտ եմ ըլնում, փախնում եմ, ու ինձ լսողները ովքեր որ լսում են, իմ ընկերները ովքեր որ Ամերիկայում են, բոլորն էլ գիտեն, որ ես որ մի բան ասում եմ, ես իմ խոսքերի տերն եմ, ես հետ քաշվող չեմ, ու չեն կարա անձի մտկա փոխեն, ասեն չէ պետք է հարմարվես, չէ,
Չեմ հարմարվում։ Կա մարդ գործողություն անող կա, ասեք գանք անենք ախպեր։ Ազգին հանենք ոտի։ Եթե կա այդպիսինը։ Ոչ կուսակցականներին, բոլորին։ Ոչ կազմակերպություններին, բոլորին, մենակ ազգայնական։ Կմիանան այդ կազմակերպությունները, կջնջեն իրանց ամեն ինչը, անհատից կվերափոխվեն, մենք գաղափարի կընդունենք, չէ, ուրեմն պաշլի անիվսե։ Հերի քարա, ամեն օր բացվում է օրը չգիտես ինչ անես, գլուխը չգիտես որ ծակի, որ պատի, որ քարը վեկալես տաս գլխիդ, որ ես ամեն ինչը չտենաս։ Հիմա առաջարկ։ Առաջարկը Սփյուռքում ապրող հայազգի ներկայացուցիչ հայրենասեր ազգայնական գաղափարով մարդկանց է վերաբերվում, անհատներին, ովքեր որ իրոք ազգային գաղափարով են շարժվում։ Ես կոչ եմ անում, մենք Սփյուռքում ստեղծենք այդ ազգային շարժումը ու փորձենք ներգրավել բոլորին։ Նայեք, ես չեմ ասում ես ասում եմ մենք։ Այդ երկու բառերի մեջ մեծ տարբերություն կա։ Եսը դա նշանակում է, որ դուք գալու եք իմ ասած ամեն ինչ անեք։ Ոչ։ Իմ առաջարկը, որ մենք ստեղծենք մենք գաղափարը Սփյուռքում ու փորձենք ներգրավել այն մարդկանց, ովքեր որ ասենք բնակվում են Հայաստանում, մեր շարքերում ու սկսենք գործ անել, որովհետև այս խոսալը արդեն այս խոսակցությունը էլ արդեն դառնում է անիմաստ, որովհետև շարժ չկա։ Եթե խոսակցությունները գնում է ու շարժ չկա, դա պետք է բերել այնտեղ, որ գոնե մենք շարժ տանք, մենք գաղափարի շուրջ։ Եթե էս էլ չեղավ, եթե Սփյուռքում էլ այսքան հայրենասեր լինելով հանդերձ հայրենիք ում խոսցնում ես հայրենիքս, եթե մենք Սփյուռքում էլ չկարողացանք ստեղծենք այդ շարժումը մենք գաղափարով ազգային շարժումը, որ մենք ենք, միանձնյա չէ, Պողոսը չէ, Պետրոսը չէ, Մարտիրոսը չէ, մենք բոլորով միասին ստեղծենք այդ ազգային շարժումը, փորձենք համախմբվել հայերին, փորձենք հասկանանք, որը որից հետո ենք անում, միանանք ստեղծենք հարթակ, Facebook-յան հարթակ կլինի, TikTok-յան հարթակ կլինի, Instagram-յան հարթակ կլինի, որտեղ որ կհամախմբվեն այն գաղափարով մարդիկ, ովքեր որ մենք գաղափարին համախոհեն, մենք գաղափարին ուզում են առաջ գնանք մենք գաղափարով ու փորձենք մի երկու ամսվա մեջ, որով մենք ժամանակ չունենք։ Էսի պետք է լինի մի ամիս, երկու ամսվա ընթացքում, հենց մեր բոլորի կապերը պետք է միացնենք իրար, աշխարհ սփյուռ հայերին բոլորին պետք է փորձենք համախմբել մենք գաղափարի շուրջ, առանց որևիցե մի կուսակցության, ոչ մի կուսակցական հրաժարվելով իր կուսակցությունից կարա լինի մեր գաղափարի հետ։ Բայց կուսակցականներ մեր մեջ չպետք է լինեն, որովհետև կուսակցությունները եւ կուսակցականները քանդում են, պառակտում են թե ազգը, թե ժողովուրդը, թե հայրենիքը։ Ովքեր որ այսի մտքի հետ համաձայն են, համամիտ են, որ մենք ստեղծենք menքը Սփյուռքում ու փորձենք բոլորին արգրավել մի նպատակ, մի շարժումի շուրջ, հայրենիքի բրգությունը, ազգային շարժմամբ, ես կոչ եմ անում բոլորին, որ միանան կապնվեն ինձ հետ, հեռախոսիս համար իմ Facebook-յան հարթակում կա, կարակ վերցնեք, բոլոր կապերը ունեմ, Viber, Instagram, Telegram, Signal, էլ ինչ կա, WhatsApp, Messenger, պլյուս պրամոքոլ։ Կապնվենք մեկս մյուսի հետ, փորձենք հասկանանք, որից հետո ենք անում, եթե մենք կարողացանք այս գաղափարը շարժենք, ստեղ։ Ուրեմն
մենք կարողանանք բոլորին համախմբել։ Եթե մենք չկարողացանք այս գաղափարը մի ամսվա մեջ շարժել, մի ամիսը շատ եմ ասում, 10 օրվա մեջ շարժել, 10 օրից հետո դուք այլևս ինձ եթերով հանդես գալ չեք տեսնելու։ Ձեր մեղքը, ձեր գլուխը, դա նշանակում է ոչ Սփյուռքում կա ազգային, ոչ Հայաստանում կա ազգային։ Ու ես արդեն դուրս եմ գալի այս ամեն ինչից։ Հուր հավիտենական։ Աստված օրհնի իմ երկիրը, Նաիրյան, Հայաստան աշխարհս, պահի պահպանի, սկանով վերջ։